Պարոն Բագրատյան ջան, համեցեք։ Հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, իմ դիտողությունները մի քանիսն են, որոնցից մի քանիսը կոնցեպտուալ են, իսկ մի քանիսը կոնկրետ։ Առաջի եւ ամենակոնցեպտուալ դիտողությունն այն է, որ անդադ մենք ասում ենք, որ մենք պարլամենտական հանրապետություն ենք։ Պարլամենտական հանրապետության պակարան բանանը նստեք, լսեք, կամ էլ գնացեք։ Պարոն Բագրատյան ջան, դեռ վարչապետ չեք դառել։ Հանգստացի կդառնանք։ Մենք բոլորը ձեզ Ուզենանք կդառնանք։ Մենք էլ պետք է ուզենանք։ Վախենամ այլ ելք չունենաք շուտով։ Հա, ուրեմն առաջինը լավ լսում եմ։ Պարոն Բագրատյանի ժամանակը դրեք զրոյից, որ չխանգարենք, սկսեք պարոն Բագրատյան։ Փոշիացնում եք ժամանակս, հա։ Մենք անդադ ասում ենք, որ պարլամենտական է։ Հարգելի պարոն Սահակյան, հարգելի պարոն Դխոդյան, ներողություն, Մկրտչյան, ես կարծում եմ, որ պատգամավորը պետք է մոտենա եւ ասի, իմ գաղափարը օրենքի սա է, եւ իր օրենքը պիտի գրեն տան։ Դրա համար ազգային ժողովի կանոնակարգ օրենքում մի ահռելի բաժին պիտի լեր ազգային ժողովի ներսում աշխատանքները կազմակերպելու համար։ Դուք բերել եք հին կանոնակարգ, եղբայր, չէ՞ որ փոփոխությունները եկեք, այսպես պայմանավորվենք, կոսմետիկ են։ Լավագույն դեպքում ներառել եք այն նորը, ինչ եղել է սահմանության մեջ։ Ես հիմա սահմանության մասին չեմ խոսում, ինչքանով էր ինքը պարլամենտական հանրապետության սահմանություն։ Ոնց կարելի է պետությունը համարել պարլամենտական, երբ որ պետության նորմատիվային ակտերի 80%-ը կառավարության գործադրի որոշումների տեսքով են։ Պարլամենտական հանրապետությունում ցանկացած գործադրի որոշում ընդունում է օրենքի տեսքով։ Եվ այս ազգային ժողովը տարեկան պիտի ընդունի ոչ թե 250 օրենք, այլ 1250 օրենք։ Դրա համար ապարատ պիտի լինի։ Պատգամավորը չպետք է օրենք գրի, պատգամավորն ասի, ես գաղափարն ունեմ ընդդիմությունից, իրան պիտի օրենքը կարճ ժամկետում գրեն տան, որտեղ նստած են մասնագետներ եւ որոնք պատասխանատվություն են կրում օրենքով պատգամավորի մտքերը ճիշտ արտահայտելու մասին։ Սա իմ հիմնական դիտողությունն է։ Ես օրինակ տեսնում եմ, որ ասենք, չգիտեմ, մի ամբողջ բաժին, ասենք 67 հոդվածից հետո այս առումով պարոն Սահակյան, մի ամբողջ բաժին էր պետք ավելացնել։ Մի հատ պետք է լինի իրավաբանական հզոր վարչություն, որտեղ կաշխատի 25-30 մասնագետ, մի հատ էլ տնտեսագիտական։ Պատգամավորն ուզում է, որ ասֆալտի գործը, մի հատ ճանապարհ ասֆալտի։ Կառավարությունը գալիս ասում է, դա իմ ծախսն ավելացնում է, ես դրա փողը չունեմ։ Իսկ այդ բյուջետային, այդ իրավաբանական կամ տնտեսագիտական վարչության խնդիրն է, որ ինքը պատգամավորի համաձայնեցնի ու արտասահման շատ երկրներում, եթե դուք բյուջետային առաջարկություն եք անում, պարտավոր միանգամից նոր բյուջե ներկայացնել։ Եվ դա պատգամավորի խնդիրը չի, ինքը քաղաքական ֆունկցիա անում։ Դա շատ լուրջ դիտողություն եմ անում։ Այս ազգային ժողովում նայեք անհարմար է 250 օրենքից 85% կառավարությանը մենք օրենք չենք կարողանում ներկայացնել։ Ներկայացնում ենք որոշ դիտողություններ 2-3-4 հոդված։ Սա գրելու համար պետք են գործադիրի ջանքերը ու ռեսուրսները։ Այսպեսի թուղթ գրելը մենք չենք կարողանում գրել։ Դարձրեք կենսունակ պատգամավորին, խնդրում եմ ձեզ։ Սա է պարլամենտական հանրապետությունը։ Իմ հաջորդ դիտողությունը։ Ես կարծում եմ, որ մենք Քարորյանը մենք քիչ ենք աշխատում, մեկ է Խոստովան ենք։ Միջին հաշվով 60-70% 3 շաբաթում եք գալի քվեարկում գնում։ Ես կարծում եմ պետք է լինի Քարորյա, այն էլ շաբաթը մեկ։ Այսինքն ոչ թե ամեն շաբաթ բան։ Հա, այսինքն ոչ թե 3 շաբաթը մեկ, 2 շաբաթը մեկ։ Եվ պետք է աշխատել, սա աշխատանք է։ Որևէ մեկը կանոնակարգ ներկայացնելուց առաջ պարոն Սահակյան մոնիտորինգ արել է, օրինակ ինձ մի հատ հարցում անեիք։ Ես ինչքան ժամանակ եմ կորցնում պատգամավորական իմ գործունեության համար։ Ես կարծում եմ քիչ։ Եվ ես ինձ վատ պատգամավոր եմ անվարում, սկսում եմ ինձանից։ Նախ սկսենք նրանց, որ մենք 3 շաբաթը մեկ Քարորյա ունենք։ Առավոտյան գալիս ենք, եթե խոսում ենք, մնում ենք, եթե խոսալու տրամադրություն չունենք, թողում գնում ենք։ Այդպես չի։ Միշտեր այստեղ պետք է արտադրվեն օրենքները երկրի։ Սա ի սկզբանե ավելի կարևոր հաստատություն է, քան թե գործադրը գալիս է այդ օրենքները կատարելու։ Հասկանում եք։ Իմ հաջորդ դիտողությունը։ Ես չեմ հասկանում հոդված 38-ում 4-րդ կետը հանել 15 րոպեի մասով, որ ազգային ժողովի նախագահան կարող է 15 րոպե երկարացնել։ Ես խնդրում եմ, ինչի համար է դա, ես չեմ հասկանում։ Հոդված 56, ելույթները 5 րոպե, Տիգրան Հուրիխայանը փառք Աստծո ասաց 7 րոպե, բայց եկեք չփոխենք 10 րոպեն առնվազն։ Լսեք, հիմք ազգային ժողովի պատգամավորն է, թողեք խոսա ինքը։
Հիմքը ազգային ժողովի նախագահն չէ։ Հիմքը դուք չեք պարոն Շարմազանով ձեր անունը տալի, որ դուք արձագանք եք անպայման։ Հիմքը ապարատը չի, հիմքը այս քարը, անկյունակարը այս շենքի պատգամավորն է։ Թողեք թող խոսի։ Էներգիան թող այստեղ հանի, թե չէ կետա էներգիան ուրիշ տեղ կհանի։ Հաջորդը 61 հոդվածը 4-5 հոդվածները, նայեք 4-5 կետերը։ Մի քիչ անհասկանալի է ձևակերպված։ Նախ 4 կետի անհրաժեշտություն չկար, եթե խոսքը վերաբերում միայն գործուղմանը։ Եվ երկրորդը, եթե գործուղմանը գնեք կամ որոշում եք, ապա պարտավոր է այստեղ պարզապես հրապարակել մարդը ինչա քվեարկել։ Այլ ոչ թե գնալ տեղը քվեարկել։ Այսինքն բերեք իրավունք տանք, որ գործուղման գնացող մարդը նախորոք այս կամ այն հարցով համարելով կարևոր կարող է քվեարկել եւ դա պարզապես հրապարակվում է քվեարկության պայ նրանց գրածը, այլ ոչ թե խմբակցության ղեկավարը նա տեղը ստորագրում է։ Ես կարծում եմ, այս դեպքում արդեն մենք տրամաբանություն ունենք։ Թե ինչ անշարակում խմբակցության ղեկավարը ստորագրում է։ Այնուհետև ես ուզում եմ, որ մենք մի բան ճիշտ հասկանանք։ Անդադ ասում ենք, որ ընդդիմության համար է այս սահմանությունը եւ այլն։ Այստեղ կա մի լուրջ քայլ, որ արվել է, որը նախկինում չունեինք։ Այսինքն, երբ որ մարդը ընդդիմությունը եւ հանձնաժողովում ստացել է բացասական կարծիք օրենսդրական նախաձեռնությանը, մարդը այստեղ շանս ունի 3 րոպե խոսելու։ Բայց պարոն Սահակյան, ասում ենք բնել, ասենք, գոնե սահմանենք, իմ առաջարկն է սահմանենք 15-20 րոպեանոց քննարկում, որ բարդիկ հասցնեն ընկալել ինչի մասն է խոսքը։ 3 րոպեով որ լուրջ բանը կարող ես ներկայացնել։ Եկեք ազնվորեն խոսենք։ Ես նշում եմ նորից, որ սա լավ քայլ է, բայց սա ասենց ավելի լավ է չանենք այս քայլը։ Որ խնդիրը կարելի է լուրջ խնդիրը 3 րոպեում ներկայացնել։ Ինչքան լակոնիկ պիտի լինենք։ Եվ հոդված 91-3, որտեղ մենք ասում ենք 91-ի 3-րդ կետը, որտեղ բյուջեն է քվեարկվում եւ հետո բյուջեն բերում է, ասենք ազգային ժողովը կառավարությունը ներկայացնում է ինչ փոփոխություն են տունում, ինչ չի փոփոխություն, այնտեղ նշված է, որ ովքեր կարող են ելույթ ունենալ։ Ես ձեզ խնդրում եմ, այստեղ պարտադիր կարգով ավելացնել պարոն Սահակյան այն падգամավորներին, որոնք առաջարկ են արել բյուջեի վերաբերյալ, չի ընդունվել, այդ падգամավորը պետք է իրավունք ունենա արտահայտվելու։ Երկրի բյուջեի մասն է խոսքը։ Ես կարծում եմ, որ դա սխալ է։ Դուք այնտեղ գրել եք ազգային ժողովի նախագահան կարող է խոսել կառավարության ներկայացուցիչ, ֆինանսների նախարարը, բայց падգամավորը առաջարկ է արել։ Թողեք այդ օրը, այդ վերջի օրը, որ բերում են, այն ընդհանուր բանը բերում են, թողեք թող падգամավորը նույնպես ելույթ ունենա եւ խոսի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, ես ձեզ շատ եմ հարգում։ Պարոն Բագրատյան, ես ձեզ շատ եմ հարգում, բայց չեմ կարող ձեր խնդրանքը կատարել եւ ձեզ արձագանքել։ Թույլ տվեք այս անգամ ձեզ չարձագանքեմ։ Պարոն Այվազյան, համեցեք։ Հաջորդը Տիգրան Ուրիխանյան։ Պարոն Բագրատյան, ես թվում է ձեր ակնոցներն է ոնց որ։